Բարև ձեզ սիրելիներ, ասո տանը բարի եկեք աղոթքով սկսենք մեր դասպահը։ Շնորհակալ ենք Երկնավոր Հայր այս քո ստեղծած օրի համար եւ մեզ ստացած քեզանից կյանքի համար շնորհակալ ենք Տեր բոլոր բարիքները, որ վայելում ենք առատապես քո ձեռքիցդ արևն ու անձրևը եւ մեր կյանքի բոլոր մնացած կարիքները, որ դու քո հոգատարությամբ եւ խնամքով հոգատարում ես։ Շնորհակալ ենք Տեր այսօրվա այս պատեհության համար, ունենք առիթ քո առջևդ ներկայանալու եւ քո խոսքիցդ ավելի մտերիմ եւ մոտ սովորելու քո կամքը, խոսքի ճշմարտությունը եւ մեր կյանքերը ազդվեն, փոխվեն, բարելավեն քեզ փառաբանով եւ քո կամքի դու խոսքի հնազանդ կյանքեր ապրենք։ Օգնիր մեզ Տեր հասկանալու խոսքի խորքը եւ օգնիր մեզ Տեր դրանց կիրառելու մեր կյանքի մեջ։ Նրանց էլ ովքեր Տեր տակավին ճանապարհին են, խնդրում ենք, որ դու առաջնորդես եւ ապահովություն շնորհես, թակտամար գործածվի այս պահը Տեր Հիսուսի անունով։ Շատ լավ սիրելիներ, մենք շարունակում ենք մեղքի վարդապետության մասին խոսել եւ այսօր անցյալ անգամ, եթե հիշում եք, խոսեցինք մեղքի դեմ Աստծո վերաբերմունքը, որ ասացինք, թե Աստված մեղքին պատժում է, բայց նույնպես իր համբերությամբ եւ երկայնամությամբ մեղավորին համբերում է, որովհետեւ նա ունի ծրագիր մեղավոր մարդկանց համար եւ այդ ծրագիրը գործադրելու համար նա իր նախախնամքն է գործածում, թեպետ մարդիկ տակավին շարունակում են ապրել մեղքի եւ մեղանչության մեջ, սակայն եւ այնպես Աստված իր ծրագիրները երբեք չի խանգարվում, որովհետեւ մարդիկ մեղք են գործում։ Այլ ընդհակառակը Աստված այդ բոլորը իր խնամքի մեջ գործածելով իր նախասահմանյալ ծրագիրները առաջադրում է։ Այսօր պետք է շարունակենք մեղքի մասին մի շատ թնջուկ եւ դժվար հարցում պատասխանելու գոնե առաջին փորձը եւ հաջորդ երկու շաբաթների մեջ կլրացնենք այս խնդիրը։ Մեղքի պաշտոնական սահմանումը սերտելուց հետո եւ նրա հետևանքը եւ պատիժը անդրադառնալուց եւ ասացինք, որ հետևանքը եւ պատիժը աստիճանային է։ Հիշում եք, հարց տվինք, մեղքը մեղք է, ամեն մեղք մեղք է։ Պատասխանը ինչ է, այո եւ ոչ։ Ամեն մեղք մեղք է այն առումով, որ ամեն մեղք Աստծո հանդեպ աննազանդություն է։ Հիմա կարելի է մի ձու ես գողացել կամ լրիվ աշխարհի բանկերն ես գողացել։ Երկուսն էլ մեղք են, բայց թե արդյոք երկու մեղքերն էլ նույն ծանրակշռությունը ունեն։ Պատասխանը ոչ, ամեն մեղք նույն հանցապարտությունը չունի, նույն պատժի չի արժանանում։ Կարելի է մեղք կա, որ ավելի թեթև, մեղք կա, որ ավելի ծանր կշռի։ Ինչպես մեր զավակների հետ, երբ որ վարվում են նրանց հետ, երբ որ մի փոքր թույլատվություն են անում կամ անհազանգություն անում, դա մի բան է, բայց երբ որ իրապես ըմբոստ են եւ շարունակաբար դա կատարվում է, դա ուրիշ պատիժ է ենթադրում։ Ուրեմն նույնն էլ Աստծո հանդեպ, Աստված արդար լինելով, տարբեր մեղքերը տարբեր աստիճաններով է պատժում, ինչպես նաեւ տարբեր հնազանդությունները տարբեր աստիճաններով է վարձատրում։ Նույնն էլ այստեղ։ Ուրեմն այսօրվա հարցումը, որ պետք է ճանանք, գոնե ոտները թաթախել այս ջրի մեջ, այս լավ հասկացանք մեղքը ինչ է, բայց այս չարությունը որտեղից ծագում առավ։ Որն էր չարության բուն ակը, որտեղից սկսվեց։ Աստվածաբանության, մանավանդ քրիստոնեական աստվածաբանության ամենադժվար հարցումներից մեկն է։ Եվ որովհետև քրիստոնեությունը հաստատում է, որ Աստված բարի է, եւ հաստատում է Աստծո գոյությունը եւ չարի գոյությունը։ Եվ այս երկուսը իրարու հետ համադրելը շատ դժվար է հնչում եւ բարդ խնդիր է իրականության մեջ։ Համակերպել մի բարի Աստծուն, որ բարեգործ է, չարի հետ, որ չարը իրական դժվար, ցավեցնող, պատժակիր հետևանքներ ունի։ Ուրեմն հասկանալու համար, թե որտեղից է առաջ գալիս չարը, պետք է առաջ նայենք, թե ինչ է նշանակում չարություն։
Ինչ է նշանակում չարություն։ Ուրեմն չարի բնույթը մենք մեղքի բնույթը ասեցինք, որ սահմանեցինք սայնց առաջ եւ մեղքը հասկացանք, որ բարոյական մի պակասություն է կամ զանցառություն է։ Բայց պետք է նկատի առնենք, որ չարությունը ըստ ինքնուրույն առանց որևէ ուրիշ բանից կախյալ լինելուց իմաստ չունի։ Չարությունը պատմականորեն, դասականորեն աստվածաբաններ մեղքի եւ չարության բնույթը բացատրում են ժխտական իմաստով։ Մի բան, որ մի ուրիշ բանի ժխտում է, մի բան, որ մի ուրիշ բանի զրկանք է կամ ուրիշ բանի համեմատելով պակաս է գալիս։ Եթե այդ ուրիշ բանը չլինի, այս պակաս լինելը իմաստ չունի։ Ինչին են համեմատում։ Ուրեմն առաջին բանը, որ մենք պետք է նկատի առնենք, Աստվածաշունչը չարությունը կամ մեղքը սահմանելու համար այս ժխտման կամ պակաս գալու կամ ավելի ուղիղ թերության խորհուրդն է գործածում։ Օրինակի համար այս բառերը նայեցեք հայերենի մեջ։ Ան արդարություն, ան իրավություն, օրինի, բարիշտություն։ Մենք սրանք շատ արագ ենք կարծում։ Անօրենություն։ Այո, անօրենություն։ Ուրեմն տեսնում ենք հայերեն նախամասնիկ այս ան, ինչ է անում։ Այո, այս մասերը ժխտվում են։ Բայց սրանք ինչ են։ Արդարություն, մի հատ մեմ մոռացան, անուղարարություն։ Շատ տեղ։ Ուրեմն տեսնում ենք, որ այս բարի բաները ժխտվում են այս ժխտական մասնիկներով։ Այս է նշանակում չարություն։ Սրանք լավ բաներ են։ Իրավասություն, արդարություն, օրինապահություն, բարիշտ, օրենքը եւ այլն, ուղղարար եւ այլն։ Սրանք Աստծո ստորոգելիներն են։ Սրանք Աստված այսպես է հայտնվել իր խոսքի մեջ։ Ուրեմն եթե կա այս բարիքները, այս բարի բաները եւ ժխտվում են, այն ժամանակ այդ ժխտվածը հավասարվում է չարության։ Այս ժխտվածն է, որ չարություն է։ Ուրեմն հասկանալու ենք, որ չարություն նշանակում է մի դրական բանի ժխտելը, մի բարի բանի ժխտումը, մերժումը։ Հիշում եք մեղքի պաշտոնական սահմանումով ասեցինք, թե մեղքը Աստծո օրենքին համակերպվելու թերությունը կամ պակասությունն է։ Աստծո օրենքին համակերպելու այս բառերն եմ ուզում ձեր մտքի մեջ տպավորել։ Թերությունը կամ պակասը կամ Չոհնելը։ Ամեն։ Չոհնելը։ Այո, թերությունը, պակասը եւ մեկ ուրիշ բառեր մտքս թռավ։ Զրկանք։ Այսինքն չանել, այո։
Աստծո օրենքին համակերպվելու պակասն է, թերությունն է, զրկանքն է, ժխտումն է։ Եվ այս մեղքի բացատրության երկրորդ բաժինը այն է, որ այդ օրենքի համակերպելու թերություն պակաս զրկանքը, այս բոլորը նույնն է, կամ սրա հանցագործությունն է։ Հիշում եք, հանցնել, այսինքն անց կենալ, մի սահմանից անց կենալ։ Հանցանքը այն է, որ երբ որ մենք այս պակասն ենք անում կամ անց ենք կենում, դա մեր վրա պարտադրություն է առաջացնում, հաշվետվություն է առաջացնում։ Դրա համար մենք մեղավորին ասում ենք ինչ? Հանցավոր, guilty. He has the responsibility of crossing what God had told him not to cross. Ուրեմն, երբ որ իրական բարոյական արարածներ, օրինակ մենք, մարդ արարածները ստեղծվել են բարոյական գիտակցությամբ։ Մենք երբ որ Աստծո օրենքին պակաս ենք բերում, զրկանք ենք անում, կամ դրան անց ենք կենում, այսինքն չենք անում այնինչ, որ Աստված ասում է արա, անում ենք այնինչ, որ Աստված ասել է մի խոսքով։ Ինչ է լինում? Այդտեղ չարություն է առաջանում։ Չարությունը ինքնուրույն իմաստ չունի, ճիշտ նմանում է խավարին։ Խավարը ինքնուրույն իմաստ չունի։ Դուք չեք կարող խավար ստեղծեք, բայց կարող եք լույս ստեղծել։ Երբ որ լույսը վառում ես, խավար անետանում է։ Լույսը կարող ես չափես։ Լույսը էլեկտրական ալիքային դրությամբ կամ ատոմային ֆոտոնների դրությամբ կարելի է չափել, քանի foot candle լույս ունենք այստեղ, եւ գործիքներ կան, որ չափում։ Խավարը չես կարող չափես։ Որտեղ խավարը ինքնուրույն չափվելիք բան չի։ Խավարը միայն խավար է, որտեղ լույս չկա։ Լույսի համեմատությամբ է խավար։ Լույսի բացակայությունն է խավար, նույնն էլ սառնությունը, գիտեմ դուք ձեր տան մեջ սառնարաններ ունեք։ Եվ պետք է ասեք, չէ, մենք սառնարանով սառնություն ենք ստեղծում։ Ոչ, մենք սառնություն չենք կարող ստեղծել։ Սառնարանը ջերմությունն է հանում։ Այդ մեքենան, որ աշխատում է ձեր սառնարանի ետևը, ձեր կերակուրների ջերմությունը քաշում է դուրս եւ այդ գազը տանում է իր խողովակների մեջ, հեղուկը գազի է վերացնում, ակությունը գործածելով, եւ որովհետեւ տաքությունը կամ ջերմությունը այդ տփիկի մեջից հանում է, ապա մնում է ինչ? Սառնություն։ Եթե ոչ սառնություն չես կարող գործածես։ Եթե սառնությունը իրեն թողնես, ինչ կլինի։ Կտակարա, սառուտը դրեք տան մեջ, դեք ինչ կլինի։ Կհանվի։ Ուրեմն տեսնում ենք, որ մեղքն էլ նույն չարությունն էլ նույն սկզբունքով է վարվում եւ բացատրվում։ Ուրեմն ասում ենք, երբ որ իրական բարոյական արարածները հանցագործում են Աստծո օրենքը, նրանք բարոյական չարություն են գործում։ Դրա համար հանցավոր են։ Եվ ասեմ, թեպետ չարությունը ինքնուրույն, ինքնիրեն իմաստ չունի եւ պետք է բարիին համեմատությամբ բացատրվի, բայց չի նշանակում, որ չարությունը իրական հետևանքներ չունի։ Ընդհակառակը, չարությունը իրական հետևանքներ ունի, իրական պատիժ ունի, իրական ցավ ունի։ Մեղքը իրական հետևանք ունի։ Մարդիկ ասում են, որ առաջին անգամ, որ մեղքը ներս մտավ Ադամ եւ Եվայից, ոչ այդպես չի։ Աստվածաշունչը ուրիշ բան է սովորեցնում։ Մեղքը Ադամ եւ Եվայի մեղանչությամբ չէր, որ ծագում առավ։ Նախքան դա մեղքը ծագում առավ, չարությունը ծագում առավ։
Եվ սատանան եւ իր հետևորդ հրեշտակները այդ չարության մեջ ընկան։ Հպարտացավ ասեն Աստծո խոսքը եւ ասեց իմ աթոռս տնեմ Պարսիալին հավասարներ։ Եվ այդտեղ ըմպոստություն առաջացավ։ Եվ այդ ըմպոստության հետևանքով այս ժխտումը առաջացավ։ Այդտեղից սկսվեց մեղքի գործածությունը։ Բայց այս չի պատասխանում, թե որտեղից եկավ չարը։ Դա չարին առաջին արտահայտությունն էր։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ ինչպես ասեցի, Աստված բացարձակապես բարի է, ինչ որ ստեղծել էր, շատ բարի է, Աստվածաշունչի մեջ կարդում ենք, եւ մեղքին Աստված ատում է, չի կարող մեղքի եւ չարության հետ նույնտեղ գոյատևի։ Եվ Աստված տնօրինում եւ տիրում է բոլոր բաներին, բայց ներկայիս ցավը, նեղությունը, հիվանդությունները, թշվառությունները, պատերազմները, սրանք նայելով քննադատները, նրանք ովքեր քրիստոնեական վարդապետության քննադատում են, ասում են, թե չարի գոյությունը քրիստոնեական կրոնի ամենամեծ տկար մասն է։ Անբացատրելի է, սխալ է, ծռություն է, հակասություն է, հակադրություն է, որ չի բացատրվում եւ չես կարող բացատրես, ասելով որ կամ Աստված բարի չի, ինչպես ասում եք, որ մեղքին թույլատրեց տեղ գտնել, ոտնատեղ ունենար սատանայի մեջ, կամ էլ ամենազոր չի, որ եթե հանկարծ մեղքը առաջացավ, մի անգամից մաքրել վերջանար։ Սա ձեր Աստվածը մի բան սխալ է։ Դրա համար շատ աստվածաբաններ փորձել են Աստծո արդարությունը եւ բարությունը պաշտպանել։ Եվ դրան ասում են աստվածարդարություն, այսինքն Աստծո արդարության ճատագովություն եւ պաշտպանություն, որ կարիք չունի Աստված մենք այդպեսի բան անենք, բայց ոմանք փորձում են անել։ Եվ այս էլ չի լուծում այդ հարցման պատասխանը, թե այս մեղքի օրիջինը, ակը, որտեղից ծագում առավ նույնիսկ լուսաբերի մեջ, որ հետո դարձավ սատանա։ Ոմանք քրիստոնյաներ, թեպետ պարզամիտ են, իրենց սրտի պարզությամբ կարող ենք ասել, շատ տափակ պատասխան են տալիս, եւ այս պատասխանն էլ չի լուծում հարցը, ավելի խնդիրը բարդացնում է։ Եվ այս պատասխանը ասում են, թե Աստված բարոյական արարածներին, ներառյալ լուսաբերին կամ մարդ արարածին ազատ կամքով ստեղծեց։ Ուստի չարը մտավ ներս, երբ որ այդ էակը, այսինքն հրեշտակը կամ հետո Ադամն ու Եվան, իրենց ազատ կամքով ընտրեցին Աստծուն աննազանդել։ Պարզ բան է, երբ որ ընտրես Աստծուն աննազանդել, այս բաները կանես, որ ընկրինի չարություն։ Սա ամենաընդհանրացած պատասխանն է, որ քրիստոնյաներից շատեր տալիս են։ Բայց սա պարզունակ պատասխան է։ Սա ոչ թե միայն հարցման չի պատասխանում, այլ այս խնդրի իրական բարդության եւ ծանրության չի անդրադառնում եւ դրա շուրջ հասկացողության պակասն է ցուցադրում։ Որովհետեւ եթե միայն պարզ ընտրությամբ պիտի լիներ, այն ժամանակ այդ ընտրության ետևը կարող կամեցողությունը պետք է բացատրել։ Մենք ազատ կամք ունենք մեր սահմանափակ բնության սահմաններից ներս եւ մենք ընտրելու կարողությունը կարողանում ենք գործածենք, երբ որ ուզում ենք մի բան ընտրենք։ Երբ որ կամենում ենք միտումը առաջանում, որ ես ընտրեմ այս կողմ գնամ կամ այն կողմ գնամ։ Եթե միտում չկա, եթե կամք կամ ուզել կամ փափակ չկա, ընտրելը իմաստ չունի։ Ուրեմն նախքան ընտրելը ազատ կամքի հիման վրա, դրանից առաջ պետք է փափակ առաջանա։ Փափակը որտեղից է։ Որ ազատ կամքի հարցը չի լուծում այդ փափակի գոյության հարցը։ Նորից դժվարության մեջ են։ Իրականության մեջ ազատ կամքի խնդիրը փափակը ավելի բարդացնում է, որովհետեւ դա չի պատասխանում։
Առանց փափակի, առանց շարժառիթի ընտրություն չի կարող լինել։ Ուրեմն շարժառիթ պետք է ստեղծի բարոյական էակի մեջ, որպեսզի կարողանա ընտրություն անի իր սահմաններից ներս։ Եվ այստեղ է խնդիրը, որով Աստվածաշունչը սովորեցնում է, թե Աստված բոլոր բաները ներառյալ հրեշտակներին եւ մարդուն շատ բարի ստեղծեց։ Սա նշանակում է, որ նրանց մեջ որևէ չարություն կամ չարության հակում չկար ստեղծագործության նախնական շրջանում։ Իրականության մեջ Աստված մարդուն բարի եւ ուղիղ փափակելու կամ դրանց հանդեպ դրական հակումով ստեղծեց։ Մենք ասում ենք նախնական ուղղարարություն, original righteousness։ Աստված մարդուն երբ ստեղծեց, նախնական ուղղարար ստեղծեց։ Ադամն ու Եվան նախքան անկումը նրանք կարող էին ուղղարարություն անել, սուրբ կյանք ապրել։ Նաև կարող էին մեղք գործել։ Սա չի նշանակում, որ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, թե որերից առաջ եկավ մեղք։ Բարի փափակները արտադրում են բարի ընտրություններ, չար փափակները առաջացնում են չար ընտրություններ։ Սա սկզբունք է։ Մատթեոս 7:16-ի մեջ ենք կարդում։ Ուրեմն բարի շարժառիթով չես կարող չարություն անել։ Կամ չար շարժառիթով չես կարող բարություն անել։ 7:16 Իրենց պտուղներից նրանց ճանաչեցեք, միթե փշերից խաղող են խաղում կամ տատասկից թուզ, այսպես ամեն բարի ծառ բարի պտուղ է բերում եւ չար ծառը չար պտուղ է բերում։ Նաեւ Հակոբոս 3:11 Միթե մի աղբյուր նույն ակից քաղցր եւ դառն ջուր կբխե, միթե կարելի է եղբայրքս, որ թզենին ձիթապտուղ բերե կամ որդը թուզ, այնպես էլ աղի աղբյուրը չի կարող քաղցր ջուր հանել եւ այլն։ Որը տեսնում ենք, որ ազատ կամքով մի արարք անելու համար մենք կարիք ունենք շարժառիթի։ Եվ եթե չար արարքներ առաջացան, ուրեմն չար շարժառիթ պետք է լիներ, չար մղիչ ուժ պետք է լիներ մարդու մեջ, որպեսզի նրա բնության սահմանների մեջ կարողության սահմաններում նրան այդ չարությունը կարելի հնարավոր անելու դարձնել կարողանար։ Ուրեմն պարզ ասելով, թե սատանան կամ Ադամն ու Եվան, որոնք բարի էին ստեղծվել, պարզապես ընտրեցին չարություն անել, որովհետև ազատ կամք ունեին, սա չի պատասխանում մեր հարցման, ավելի դժվարացնում է եւ շատ անխոհեմ պատասխան է։ Բայց քանի որ խոսում ենք, ասեմ, Աստվածաշունչը լուրը մեզ չի սովորեցնում, թե իրապես սատանայի մեջ ինչպես եղավ, որ չարը կամ ըմբոստություն անելու շարժառիթը գոյացավ։ Նկատի առեք չեմ ասում ստեղծեց, գոյացավ։ Այդպես է երևում, որ թեպետ նա ստեղծված էր բարի եւ շատ բարի, բայց եւ այնպես նա կարող էր ըմբոստանալ։ Նրա մեջ կարող էր սրանք հակառակվել Աստծո ուղղարար ստորոգերներին հետ։ 300-ական թվականներին Սուրբ Օգոստինոս անունով եկեղեցվող հայրերից մեկը Աստվածաշնչի հիման վրա գոնե Ադամից սկսյալ մարդկության 4 հանգրվաններում նրա մեղանչելու եւ չմեղանչելու մասին այսպես է գրել, որ շատ օգնում է մեզ հասկանալ։ Անկումից առաջ, ասենք նախքան անկում, որպեսզի ավելի տեղ շահենք։ Նախքան
անկում մարդ արարածս կարող մեղանչելու եւ կարող չմեղանչել։ Սա նախքան անկումից հետո մարդ արարածս, ասի առաջին ֆեյզն է։ Անկարող չմեղանչելու փրկությունից հետո մարդ արարածս կարող չմեղանչել եւ կարող է մեղանչել։ Փառավորման մեջ, այսինքն երկինք հասնելուց հետո մարդ արարածս անկարող է մեղանչել եւ կարող է անկարողը չմեղանչել այսպես։ Ուրեմն այս է։ Հիմա մենք ստեղից ուզում ենք վերևնալ։ Աստվածաշունչը լուր է այս մասին։ Չի սովորեցնում մեզ, թե ոնց եղավ, որ ինչպես եղավ, որ լուսաբերը մեղանչեց։ Ասը խոսքն ասում է, որ այն բաները, որ մեզնից Աստված պահել է, պատկանում է Աստծուն։ Ուրեմն ճանալ մի բան, որ Աստվածաշունչը լուր է մասին, մեզ համար դա կլինի որոշ ոտի փաթոց, կայթակության կար։ Երբեմն էլ թակարդ, որ ընկնում ենք սխալ վարդապետությունների մեջ։ Բայց այն ինչ որ հայտնի է մեզ, եթե այդ բաների մեջ մենք կարողանանք հասկանալ, այն ժամանակ դա մեզ համար ապահովություն է։ Այստեղ էլ նույնն է բառական։ Մեղքի իմաստը հասկանալով կարողանում ենք գոնե այնքան որ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ նախքան անկումը մարդիկ ուղղարար էին, Ադամը եւ Եվան ուղղարար էին ստեղծվել։ Եվ իրենց ուղղարարության մեջ բնական է տեսնում ենք ծննդոցի մեջ, որ կարող էին մեղանչել եւ մեղանչեցին։ Կարող էին չմեղանչել եւ չէին էլ մեղանչում, Աստծո հետ ման էին գալիս, հարաբերության մեջ էին։ Այսքանը կարող ենք ասել։ Սրանից այն կողմ այլևս չենք անցնում։ Այնտեղ որ Աստվածաշունչը լուր է, մենք էլ ենք լռում։ Անկումից հետո տեսնում ենք, որ ամենքը մեղանչեցին եւ Աստծո փառքից պակսեցին։ Արդար չկա, մեկն էլ չկա։ Եթե կարդաք Աստվածաշունչի թե 5 տակարանի մեջ, թե 9 տակարանի մեջ տեսնում եք, որ մարդիկ ասում են Ծննդոցի 4-րդ գլխի 6-րդ համարում, որ մարդ արարած եւ որ Աստված նայեց նրանց բոլոր միտումները, բոլոր խորհուրդները միշտ ամեն օր միայն չար։ Անկարող են չմեղանչել, այսինքն absolutely unable to do the good։ Անկարող են լավ բան անեն։ Ուրեմն, երբ որ անկարող են չմեղանչել, այսինքն ինչ որ անեն մեղանչություն է։ This is terrible situation։ Բոլոր մարդկությունը, որ ծնվում է, այս վիճակով է ծնվում։ Դրա համար է որ փրկության կարիք ունի։ Բայց երբ որ Տեր Հիսուսով փրկվում ենք,
մեր մեղքերի քավությունը ստանում ենք եւ Տեր Հիսուսի ուղղարարությունով մենք ծածկվում ենք եւ մեր մեջ նոր բնություն է ստեղծվում, այն ժամանակ մենք կարող ենք մեղքին դիմադրել, կարող ենք չմեղանչել։ Այստեղ է որ ազատ կամքը աշխատում է։ Իրականության մեջ ազատ կամքը չի որ աշխատում է, ազատագրված կամքն է աշխատում։ Ազատագրված կամքով հավատացյալներ իրենց ազատ կամքով մեղք են գործում։ Կամ ազատագրված կամքով կարող են նաև չմեղանչել։ Ոչ ոք հավատացյալի գլխին ատրճանակ չի դնում ասելով, որ դու պիտի սուտ խոսես։ Բայց հավատացյալները սուտ խոսում են։ Այլ խոսում։ Ոչ ոք հավատացյալին գլխին ատրճանակ չի դնում, որ դու պիտի նախանձես։ Բայց հավատացյալները նախանձում են։ Այո, նախանձում են։ Ուրեմն ինչպես է լինում, որ հավատացյալը նոր բնությամբ նախանձում է։ Որովհետև նա կարող է մեղանչել, այդ կարողությունը չի փոխվել դեռ։ Այդ կարողությունը կփոխվի, երբ որ մենք փառավորման հասնենք։ Այդ հնարավորությունը տակավին մեր մեղած վիճակի մեջ կա, մեղքի հունդերը ջանքյալվեն, ասում եմ մեր սրտի մեջ ցանված են, եւ երբեմն ծիլ են արձակվում։ Եթե թողնենք այդ այգին այդպես ծիլեր արձակվի, մենք կամաց մեր հոգևոր կյանքի մեջ շատ հետ կմնանք։ Բավական պատասխանատու կանգնենք Աստծո առաջին։ Լավ, ինչպես պիտի այդ ծիլերը հանենք, դուք վստահ եմ ձեր Rose Garden-ի մեջ ծիլեր առաջանում են։ Եթե թողնեք այդ ծիլերը, ձեր Rose Garden-ի գեղեցիկ ծաղկեպունջը, ծաղիկի բանը մեջից կտանի։ Բայց եթե մենք այդ ծիլերը հանում ենք, արմատից ենք հանում, եթե արմատից չհանես, նորից կգա։ Ինչպես ենք հանում այդ մեղքի ծիլերը մեր երկրավոր կյանքի սրբագործության մեջ, ապաշխարության։ Ապաշխարությունը միայն մեկ անգամ համար չէ, արտարացման համար մեկ անգամ է, բայց սրբագործության համար ամեն օրվա զղջումով ապաշխարություն։ Անդրադառնում ես, որ սխալ բան ես արել, անմիջապես դրա առջևը առնելու ձևն այս կները սխալվեցի ինձ մեր։ Եթե Աստծո հանդեպ է Աստծո հանդեպ, եթե մարդկանց հանդեպ է մարդկանց հանդեպ։ Դա մեր պակասը չի ցույց տալիս, դա մեր թուլություն չի ցույց տալիս, դա մեզ անկարող չի ցույց տալիս։ Աշխարհայիններն են այդպես մտածում։ Մենք ճիշտ դրա հակառակն ենք մտածում։ Դա մեր հոգևոր խորունկությունն է ցույց տալիս, մեր հոգևոր արթնությունն է ցույց տալիս, մեր հոգևոր կյանքի աճն է ցույց տալիս, որ երբ որ մի բանի մեջ սխալվում ենք եւ անդրադառնում ենք, որ սխալվում ենք, մենք հպարտ չենք գտնվում, եթե որ հպարտ գտնվենք, մի ուրիշ մեղք էլ դրա վրա ավելացնում ենք հիմա։ Ուրեմն ներողախնդրությամբ եւ ներողամտությամբ խոստովանությամբ զղջումով դրանց առջևն առնում ենք daily repentance առօրյա ապաշխարություն։ Սա մեր կյանքի երկրավոր կյանքի փորձառությունն է սիրելիներ։ Մենք այստեղ ենք։ Օր կգա, որ մենք երկինք կգնանք։ Հուսամ բոլորս էլ երկինք ճամփորդել ենք։ Երբ որ հասնենք երկինք, մենք այլևս մեղանչելու կարողությունը ձեռքից կտանք։ What a blessed thing։ Ինչ երջանիկ օր, այն օրը, որ մեր շրջապատում մեղք չի լինել եւ մեղանչելու հնարավորություն էլ չի լինել։ Դրա համար երկինքը երկինք է, դրախտ է։ Դրա համար սիրելիներ մենք այստեղ այս կյանքի մեջ թեպետ մարտնչում ենք, տառապում ենք, երբեմն ընկնում ենք այս բաների մեջ, բայց մեր ամենամոտիկը սրան ստեղ որ մեկն է, ուր է։ Ամենամոտիկ փորձառությունը, որ կարող ենք դեռ երկինք չհասել, մի քիչ, միգուցե այստեղ կարողանանք այս վայելել, ուր է։ Եկեղեցին։ Մենք իրարու վայելցնել պիտի տանք, պիտի իրարու վայելք տանք, թե ինչ է նշանակում կարող չմեղանչել, որտեղ կարող ենք անել։ Մենք կարող ենք չմեղանչել։ Հնարավոր է մեզ, Աստված տվել է մեզ այդ կարողությունը, Սուրբ Հոգին մեր մեջ է ապրում։ Եվ եթե մենք այդ Սուրբ Հոգու ձայնին հնազանդ ապրենք, մեր խոսքին հնազանդ ապրենք, այն ժամանակ շատ հավանաբար այս վիճակում կլինենք։ Ես այդ վիճակում, դու այդ վիճակում, այստեղ կլինի ինչ։ Exactly։
մի կաթիլ երկնքից։ Մի կաթիլ երկնքից։ Դրա համար երբ որ գալիս ենք Աստծո տունը, գալիս ենք այդ ակնկալությամբ։ Երեք երիտասարդներին խոսելի ժամանակ ես չէի խոսողը, ուրիշ մեկն էր խոսում։ Խոսող եղբայրը նշեց, որ ինչն է, որ շատ հաճախ գայթակղեցնում է եկեղեցուց ներս եղողներին եւ եկեղեցուց դուրս եղողներին։ Գիտեք ինչն է գայթակղեցնում։ Գիտեք ինչու եկեղեցիները տանջվում են։ Գիտեք ինչու մարդիկ շատ հաճախ եկեղեցուն չեն վստահում, հավատացյալներից կասկածով են անում։ Գիտեք ինչու։ Այս է։ Կարող ենք մեղանչել եւ մեղանչել։ Բայց եթե մենք այս փորձենք եւ սրա մեջ արթուն կենանք եւ այդ կարողությունը, հնարավորությունը գործի լցենք, ասեմ ձեզ շատ դժվար է, խոսել ամենահեշտ մասն է։ Անել ամենադժվար մասն է։ Բայց չի նշանակում, որովհետեւ դժվար է անհնար։ Դժվար չի։ Մենք չենք ուզում, որտեղ մեր մարմնավոր, մեղավոր բնությունի մեջ հունդեր կան, որ մեզ ետ են պահում, մեզ ծուլության են քաշում, մեզ անձնասիրության են քաշում, մեզ ուզում ենք, որ մենք ինչ-որ հեշտ է մեզ համար, հեշտասեր ենք, դրա մեջ ավելի պարապենք, քան թե պայքարենք ճիշտն անելու, ուղիղն անելու, Աստծո խոսքին նազանդելու։ Բայց հնարավոր է մեզ։ Ճիշտ նմանում է զինվորներին։ Արդյոք հնարավոր է զինվորներին պատերազմը հաղթել։ Այո, հնարավոր է։ Արդյոք կարելի է զինվորը ուրիշ երկրի մեջ մտնի եւ այդ երկրի մեջ եղած տագնուվրայությունը հանդարտեցնի։ Այո, կարող է, բայց ինչ է պահանջվում զինվորից։ Դիսցիպլին է պահանջվում։ Code of conduct է պահանջվում։ Զինվորը ինչ որ քեֆը քաշում է պահի տակ, ինչ անի չի լինի։ Գնացեք իր ջեներալին հարցրեք։ Զինվորներին մարզում են, որ երբ որ ես ասում եմ, դու անում ես, ու չես հարցնում թե ինչու։ That's it։ Մենք Տիրոջը զինվորներն են։ Աստված մեզ ասում է զինվեցեք, եթե կարդաք Եփեսացիս 6-րդ գլուխը, կտեսնեք ինչ զենքեր կան, որ մենք պետք է մեր վրա առնենք։ Եվ այս զենքերը չարության զենքեր չեն, մահվան զենքեր չեն, սրանք բարության զենքեր են, կարդամ մեկանիզմից ասում։ Դարձեք Եփեսացիս 6-րդ գլուխը։ Այսուհետև եղբայրներս, Եփեսացիս 6:10 Զորացեք Տերովը եւ նրա զորության կարողությունով։ Որ ինչ անենք։ Որ կարող լինեք սատանայի հնարքներին հակառակ կենալ։ Ուրեմն մենք կարող ենք չմեղանչել։ Մեր մեջ դրված է այդ կարողությունը։ Եվ այդ սատանայի հնարքներն են, սկիմաներն են, սխիմը։ Այսինքն դիզայն եղած, մտադրված, եւ ասեմ ձեզ, սատանան ամեն մի հավատացյալի դեմ իր հատուկ ծրագիր ունի։ Թյուն արած է մեր տկարությունների համեմատ։ Սատանան գիտի մեր տկարությունները որտեղ են։ Այնպես թակարդներ է լարում ճիշտ քո ոտքի սայզիդ համաձայն։ Ճիշտ կոշկակարի, ամենալավ կոշկակարները այդպես են։ Ճիշտ քո տկարություններիդ համար, ճիշտ քո պարագաներիդ համար, քո դեմ լարած հնարքը միգուցե իմ դեմ չաշխատի։ Իմ դեմ լարած նրա հնարքը միգուցե մյուսի դեմ չաշխատի, բայց այնպես է լարում, որ հնարք է, Աստծո խոսքն ասում է։ Բայց մենք կարող ենք այդ հնարքների դեմ դնել, որ չմեղանչենք։ Տեսեք, սա պատերազմ է։ Պատերազմը մի օրվա մեջ չի վերջանում։ Մի հաղթության պատերազմ չի վերջանում։ Պատերազմը շարունակական է։ Մեր պատերազմը արյունի եւ մարմնի հետ չէ, սա մարմնավոր պատերազմի մասին չի խոսքը, հոգեվոր պատերազմ է, այլ, այսինքն տարբեր է, իշխանությունների եւ պետությունների հետ է, սա Ամերիկային, Հայաստանին, Չինաստանին, Վիետնամին, դրանց չի ակնարկում։ Իշխանություն, պետություն նշանակում է չարի իշխանություն, չարի պետություն, չար ոգիներ, սատանան ինքը, իր այդ չար հեշտակները, որ անկում կրեցին, նա նրանց ամեն օր լարում է, որպեսզի հավատացյալներից դեմ հնարքներ լարեն, նոր հնարքներ։
Անցյալ 30 տարվա առաջվա հնարքը միգուցե չաշխատի հիմա, նոր հնարք է, բայց այդ հնարքի մեքենան մեջը 3 հատ փամփուշտ ունի միայն։ Ամենի հնարքը այս 3 փամփուշտները են, որոնք են։ Առաջի հովանում աչքի ցանկություն, մարմնի ցանկություն եւ այս կյանքի անպարտավորությունը։ Այդ մեջի շարիկները այդ 3-ն են, բայց տարբեր ձև ճիշտ իմանում են, պիանոյի վրա 7 նոտ կա, բայց քանի հատ երկենք երկում, միլիոնավոր երկենք։ Սատանայի հնարային մեքենայի մեջ 3 հատ նոտ կա, 3 հատ փամփուշտ կա, 3 հատ շարիկ կա, բայց այս 3 շարիկները մեզ ամեն մեկիս համար տարբեր կոմբինեյշնով է տալիս, ճիշտ մեզ հանդեպ։ Ուրեմն ուշադիր լինենք մենք։ Իշխանությունների եւ պետությունների հետ, այս աշխարհի խավար աշխարհակալների հետ է մեր պատերազմը։ Այն չար հոգիների հետ, որ երկնավորների մեջ են, այսինքն չտեսնվող են։ Ուրեմն ինչ անենք։ Սրա համար Աստծո սպառազինությունը առեք, որ կարող լինեք հակառակ կանգնել չարության օրունը եւ ամենը կատարելով հաստատ կանգնենք։ Այստեղ մենք կարող ենք հաստատուն լինել, որ սրա մեջ չընկնենք։ Եթե այստեղ հաստատուն չլինենք, վստահեցնեմ ձեզ սա մեջ կընկնենք։ Դրա համար է որ հարցրեցի ձեզ հավատացյալներ նախանձնը, ասացիք ինչ։ Ասացիք այո։ Պատճառն է որ հաստատ չեն։ Եվ որ պարագան բարձվում է, մի հատ ճերմակ սուտ էլ գլորում ենք, it's okay. No, it's not okay. Արդ, այսինքն այս հասկանալով, այս վերի նշած բաները հասկանալով, ուրեմն հաստատ կանգնեցեք։ Make sure you're here. Հաստատ կանգնեցեք։ Ինչպես։ Ձեր մեջքը ճշմարտությամբ գոտևորված, այսինքն Աստծո խոսքի ճշմարտությունը պետք է լավ, հստակ, ուղիղ, սիստեմատիկ հասկանանք։ Դրա համար այս դասարանը կարևոր է։ Աստծո խոսքը պետք է լավ հասկանանք։ Երկրորդ, արդարության զրահ հակած, արդարություն այսինքն ուղղարարության զրահ, ուղիղ անելու զրահ պետք է հակնենք։ Որտեղ ուղիղ անելը ինքն իրեն չի գալիս, ուղիղ անելը թշնամի ունի։ Չարն ուզում է որ մենք չար անենք, ծուռ անենք, մենք զրահ պետք ունենք հակնել։ Ձեր ոտները կոշիկ հագած խաղաղության ավետարանի պատրաստությունով մենք պետք է Աստծո խոսքի մեջ տրված բարի լուրը լավ հասկանանք։ Որտեղից է սկսվում, ինձ ինչպես ազդեց, Աստված ինչ է ուզում եւ կարողանամ թե ինձ հիշեցնել, թե ես ինչ էի, ինչպես փրկվեցի եւ ուրիշին փոխանցել, թե դու ինչ վիճակի մեջ ես հիմա եւ ինչ է Աստված քեզ պահանջում բոլորս եւ ինչպես է այդ լինում Հիսուսի միջոցով հավատքի շնորհիվ եւ այլն։ Ավետիսը պետք է լավ հասկանանք։ Պատրաստ պիտի լինենք ավետիսը տալու։ Նույնիսկ եթե 2 րոպե ունես այդ մարդու։ Եվ ամենի վրա, այս բոլորի վրա հավատքի վահանը պաշտպանություն կարիք ունենք։ Ինչպես ենք կարող սրա մեջ մենք հաստատ կանգնենք, եթե չենք հավատում։ Եթե վստահ չենք, եթե դրան չենք ապավինել։ Ուրեմն հավատքի վահանը եւ վստահեցնեմ ձեզ վահան կարիք ունենք, որովհետեւ այս բաների մեջ մտածելով սատանան մոտենում է հավատացյալներին, ասում է, այս բաները շատ փիլիսոփայական են։ Ով է տեսած սա։ Այ կման։ Ամբողջ Ամերիկայի մեջ հիմա հավատացյալները նայել կամ սպիտակ սուտ ասեցի։ Իքան էլ big deal մի արած, շատ մի խորանակ խենթանաս։ Լսել եք այս, չէ՞, ձեր անհավատ բարեկամներից։ Դրանք այդ կրակոտ նետերն են, որ սատանան մեր դեմ է կրակում, բայց մենք վահան կարիք ունենք։ Այդ վահանը հավատքի վահանն է, որ ես Աստծո խոսքին եմ հավատում։ Հետից գնա սատանա։ Եվ ամենքի վրա հավատքի վահան արեք, որով կարող լինեք չարի ամեն կրակոտ նետերը հանգցնել։ Բոլոր կրակի նետերը կարող ես հանգցնել, երբ որ հավատքիդ մեջ զորավոր ես, երբ որ հավատքը զորանում է Աստծո խոսքը սերտելով։ Հավատքը ինքն իրեն չի գալիս, հավատքը զգացումներով չի առաջադրվում, հավատքը զգացումներով չի աճում, զգացումները չեն հավատքը։ Հավատքը մտային է, հավատքը հիմնված է
Աստծո խոսքի ճշմարտության վրա, Աստծո վրա, երբ որ հասկանում ենք Աստված ով է եւ ինչ է ասել մեզ, այն ժամանակ մեր հավատքը զորանում է։ Հավատքը գալիս է շնորհած միջոցների մեջ գործադրելով, ամենօրյա պարզ շնորհած միջոցներ, Աստվածաշունչ կարդալ, աղոթք անել, պաշտամունքի ներկայանալ, ծառայություն անել եւ այսպես բաներ։ Եվ փրկության սաղավարտը առեք։ Սաղավարտ այն մասն է, որ դնում ենք մեր գլխին։ Փրկությունը մեր փրկվելը, Աստծո փրկagorցության հիանալի գործը մեր բոլոր էությունը պաշտպանում է։ Երբ որ հիշում ենք, որ մենք Աստծո փրկյալներն ենք, Տերը իր կյանքը տվել է ինձ համար։ Վաու։ Տերը իր կյանքը տվել է ինձ համար։ 1000 կյանք ունենայի, 1000 նավթի ոչ կգտնեի։ Փրկության սաղավարտը։ Եվ հոգու սուրը հիմա արդեն սկսել է հարձակողական ձենքեր։ Մենք ինչպես ենք կարող սատանայի փսփսուկներին դեմ դնել, այնպես ինչպես Տերը դեմ դրեց։ Ասա քարերը հաց լինեն, գրված է թե։ 3 անգամ գրված է թե։ Դու կարող ես սատանային ասես գրված է թե այդ շարիկները, որ ինձ համար ես շարել, գրված է, որ ես չեմ կարող ես։ Օրինակ ասես, երբ փորձություն է գալիս, միտքս է գալիս Հովսեփ։ Գրված է, որ Հովսեփն ասեց, ինչպես ես Աստծոս հանդեպ մեղանչեմ։ How can I do this? Get out of here. Գրված է։ Գրված է, թե քո խոսքը իմ սրտիս մեջ պահեցի, որպեսզի քո դեմը չմեղանչեմ, գրված է։ Գրված է, որ քո խոսքը իմ ճանապարհներից ինչ է, լույս է եւ իմ քայլերից ճրագ, գրված է։ Քանի հատ գրված է ես իմանում։ Ուրեմն, այդ մեր սուրն է, որ we're slain, դրանով կարող ես դեմ դնես, կարող ես չմեղանչել։ Պատճառը, որ մեղանչում ենք, այն է, որ միգուցե շատ գրված է, չունենք մեր ավտոմատի մեջ միակ մեկ բան խուշտ կա, Հովանու 3:16-ը չի օգնում։ Ամեն աղոթքով եւ աղաչանքով աղոթ կրեք ամեն ժամանակ հոգով։ Սա վերջի զենքն է։ Դուք տեսել եք այդ զինվորները, որ ես սիրում եմ հին պատերազմական մուվիներ նայել, մանավանդ գերմանական, անգլիական մուվիները, շատ բան եմ սովորում դրանից։ Տեսնում ենք, որ այն հին ժամանակ միգուցե, հիմա էլ միգուցե այդպես է, հիմա ավելի մոդեռն է։ Զինվորները խումբով հարձակվում են, բայց մի զինվորի մեջքին մի հատ պարկ կա, ուսապարկ կա, մեծ ուսապարկ, երկար անտենայով։ Տեսել եք։ Եվ հետը հեռաձայն կա, այդ հին մեթոդներ, հիմա ամենը ռադարով են։ Մյուս եղբայրները կրակում են, ինչերը պատահում, աշխարհերը անցնում, ես մեկը պահվտել է և խոսում է իրավ։ Հալո, մենք ես ենք անում, ինչ պետք է անենք, հիմա մեզ ուղարկեք, օդանավ ուղարկեք, չգիտեմ, 6 հոգի մեռավ, 10 բակապ ուղարկեք եւ այլն։ Ինչ անում ես մարդը։ Ում հետ է խոսում։ Կեդրոնի հետ է խոսում։ Կեդրոնի հետ համադրում է, որ հիմա ոնց պետք է շարժվենք այս պարագայի մեջ, այս ներկա անմիջական պարագան, որ մեր արջևը պայթում է, մենք ինչպես պետք է վարվենք։ Ընդեղից իրեն ասում են, տես, 2 մայլ աճիտ գնա այնտեղ այսինչ տեղը կա, չգնաս ցախ, որտեղ այնտեղ պահվտած զինվորներ կա։ Մենք վերևից նայել ենք իվանում ենք։ Այդ վերջի զենքն է, եւ ամենակարևոր զենքն է։ Ամեն աղոթքով եւ աղաչանքով աղոթ կարեք ամեն ժամանակ Սուրբ Հոգով։ Ով է մեր control center-ը։ Սուրբ Հոգին է, որ մեր մեջ է։ Երբ որ աղոթք ենք անում, մենք Տիրոջն ենք մոտենում, ով Տեր։ Ես չեմ անում ինչ պետք է անեմ այստեղ։ Ուզում եմ այսպես անեմ, բայց վախենում եմ հանկարծ դեպպես անեմ, մեղքի մեջ ընկնեմ կամ փորձություն լինի, կամ չկարողանամ ինքս կոնտրոլ անեմ։ Ով Տեր ինձի ուժ տուր։ Իմաստություն տուր եւ ասեմ ձեզ, Աստծո Հոգին հավատացյալի մեջ անմիջապես միտք է բերում ինչ։ Ինչ է միտքը բերում։ Իր խոսք։ Մենակ ձևը, որ մենք ունենք կարողություն ստանալու, կարողություն ծծելու եւ կարողանալ դիմադրելու, Աստծո խոսքն է։
Եվ որովհետև Աստծո հոգին է այս խոսքի հեղինակը, եւ մենք այս խոսքը սերտում ենք, սովորում ենք, անգիր ենք անում, դնում ենք մեր սրտի մեջ, որպեսզի դեմ չմեղանչենք, պետք եղած ժամանակին Աստծո հոգուն, երբ որ աղաչում ենք, communication-ը կապնվում ենք իր հետ, մեզ ասում են. Չէ, պաստորս, մի արա։ Ունեցել եք այդ զգացումը, հանկարծ մի որոշման ես շատ պատահումից, մի որոշում պետք է առնեմ, բարձ բաների մեջ, աշխատանքի մեջ, կամ ընտանիքի հետ, կամ հարաբերության մեջ, մտածում եմ խոսեմ, չխոսեմ, մոտենամ, չմոտենամ, աղոթեմ մի րոպե։ Աղոթք ենք անում 2 օրից հետո, մի օրից հետո, երբեմն անմիջապես մի պարագա է միտքդ գալիս, մի Աստվածաշնչից մի հատված է միտքդ գալիս, Առակացից, Սաղմոսից, չգիտեմ որտեղից մի համար է միտքդ գալիս եւ դա քեզ համար լինում է անկյունակար, որի վրա կարողանում ես հենվել, խարիսկ է։ Եվ դրա համաձայն, երբ որ քայլ ես անում, տեսնում ես, որ ինչ մեծ օրհնություն եղավ։ Լավ որ այսպես արեցի կամ լավ որ այսպես չարեցի։ Փառքես Տեր Աստված, մեր ճանապարհը ուղղեցի, որ այսպես ա։ Աղոթք արեք ամեն ժամանակով եւ սրանում հսկեցեք բոլոր հարատեվությամբ եւ աղաչանքով ամեն սուրբերի համար։ Ոչ թե մենակ ձեզ համար, ամեն սուրբերի համար։ Այդ ուսապարկով զինվորը որ խոսում է, մենակ իր ջանի համար չի խոսում։ Չի ասում, կոմանդեր, ես ինչպես ստեղից ազատվեմ։ Չի ասում, մենք ինչ անենք։ Որոնց սիրելիներ տեսնում ենք, որ թեպետ մեղքի ակը մեզ չի տրված, բայց մեղքի դեմ մեղանչելու բոլոր հնարավորությունները Աստված մեզ տվել։ Ուրեմն, եթե ընկնենք մեղքի մեջ, ով է պատասխանում։ Եվ գիտեք, Աստծո հոգին անմիջապես հավատացյալին սկսում է ներվել այստեղ։ Երբ որ մեղքի մեջ ենք։ Անմիջապես մեր խիղճը մեր դեմ բողոքում է, մեր գիտակցությունը մեր դեմ բողոքում։ Աստծո հոգին թողնում է, որ Աստծո խոսքը ինչքան լավ մեր խիղճը այդ խոսքի մեջ թրձել ենք, այդ թրձվածից հիմա մեր դեմ բողոք է բարձրանում։ Եվ դա լավ է։ Մեզ ծունգի է բերում, մեզ խոստովանության է բերում, մեզ սրա ծիլերը քաշելու է բերում, մեզ զղջալու է բերում, մեզ ապաշխարության է բերում։ Այստեղ կան կարողանում, եթե կան հարցումներ, կարող են հարցնել եւ դե այո, անեցեք։ Երկու հարց։ Երկու հարց, շատ լավ։ Կներես Վարուժ եղբայր, եթե կարող ես պատկես մի հատ